ավելի տանը։ Լավ։ Լսի, ասա, տեսնեմ ինչ ա եղել, սիրտս պայթեց։ Հա, հանգստացի, ամեն ինչ նորմալ ա, կասեմ, դու հանգիստ եղի մենակ։ Ինձ մեծ բաներ չի եղել։ Բժիշկներն ինչ են ասել։ Լսի, մենակ խնդրում եմ հանգիստ, ես տող կենտրոնանամ։ Գոգ, մամայիդ մոտ սրտի խնդիր կա։ Խնդրում եմ մի անհանգստացի ու պանիկա չբարձրացնես։ Բժիշկներն ասել են, որ ինքը կուրս պետք է անցնի։ Եթե հանկարծ այդ դեղերը չօգնեն, նոր պետք է իրան վիրահատել։ Այ Աստված, իմ ախր ինչի համար։ Բայց եթե տենց բարդ է, ախր ոնց դեղերը ոնց կօգնեն։ Հանգստացի, հա, խնդրում եմ, ես ինչ վիճակի մեջ հայտնվեցիր։ Դու հիմա մամայիդ կողքը պետք է լինես, իսկ դու արդեն քեզ ես կորցնում։ Իսկ դեղերը հանգիստ տեղի, դեղերը կօգնեն։ Մեծ մասամբ օգնում են, վիրահատության չի հասնում։ Ես գիտեմ, չէ՞։ Բայց ախր ոնց պիտի անենք։ Լսի, մամայիդ համար հիմա գնում ենք դեղատուն, բոլոր դեղերն առնում ենք, ինքը սկսում է դեղերը խմել։ Պետքա լավ սնվի, պետքա չնյարդայնանա, ու կողք ամենակարևոր մարդ պետքա լինի։ Մարդ լինի, ինչի։ Դե Գոգ ջան, ոնց ասեմ, երբ որ ինքը այդ դեղերը խմի թուլանալու է, շատ հնարավոր է ուշագնացություններ լինեն։ Դրա համար էլ պետքա կողքը մարդ լինի։ Այ խեղճ մերս, ամբողջ կյանքում ինքն ա մեզ խնամել, հոգ տարել, հիմա իրան ա պետք ու։ Ինչ ես խոսում։ Այստեղ խնամելու մասին ուրիշ բանի մասին է։ Եթե դու իր հետ ապրեիր, ոչ մի տես մարդու կարիք չէր լինի, ուղղակի ինքը մենակ ապրում։ Հետևաբար պետքա մարդ լինի կողքը։ Հա, ես չեմ կարա իրան տանեմ մեր տուն։ Մարդս որ ամեն օր խմած տենց գա տուն ու խեղճ մերս միանգամից ինֆարկտ կստանա։ Բայց ախր ում գտնեմ, որ վստահեմ ու Ճիշտ է, ինքը պետքա համ վստահելի լինի, համ էլ մի քիչ գործից հասկանա։ Հա, համ էլ պիտի սրսկումները, չէ՞, Անպայման։ Լսի, մի բան եմ ուզում ասեմ, բայց ճիշտ հասկացի էլի։ Ասա, Գոգ։ Դե դու բուժքույր ես, չէ՞։ Համ էլ գիտես քեզ, հարազատ քրոջ պես եմ սիրում։ Արի, այդ փողը ոչ թե ուրիշին տամ, այլ քեզ տամ, դու արի առավոտները խնամի էլի մամային։ Այ Գոգ, չգիտեմ, ինչ առաջարկություն։ Բայց ինչի չգիտես։ Դու սենց տենենց հիվանդանոցում 100 հոգու խնամել ես։ Հիմա 100-ի փոխարեն ընդամենը մի հոգու պիտի խնամես տնային պայմաններում։ Համ էլ ես ավելի շատ փող կտամ։ Կյանքում տնային պայմաններում չէի աշխատի, գիտես, չէ։ Ուղղակի որ քո համար է ու նվար ծոցայի կամ ինչ արած։ Փողի մասին ընդհանրապես չխոսես, ես քեզ գիտեմ։ Չէ, ես պիտի փողը տամ, եթե չտամ կնեղանամ, հասկացի։ Եթե չհամաձայնվես, ես ուրիշ մարդ կկանչեմ։ Ավելի լավ չի քեզ տամ, քան ուրիշ մեկին։ Խնդրում եմ։ Լավ։ Առաջին քայլը։ Հիմա գնում ենք դեղատուն։ Բոլոր դեղերն առնում ենք, հետո կգնանք տուն, ինչ որ կերպ կասենք նվար ծոցային, որ հանգիստ տանի, հա։ Հա, պիտի ինչ որ ձև ասենք։ Պիտի ձևեր թափեմ մամային մոտ։ Հանգիստ, ես քո կողքն եմ։ Միլեն, բալես, այսօր նենց լավ եմ զգում ինձ, չի լինի, որ չսրսկես։ Որ լավ ես զգում, դա շատ լավ է։ Դա նորմալ երևույթ է, պետքա լավանաս, բայց չսրսկել չկա, դա քո կուրսի մեջ է մտնում։ Վայ Միլ ջան, ես քո ցավը տանեմ, դու ես ինչ լավ մարդ ես, ինչքան եմ քեզ սիրում։ Այնքան էլ հոգատար ես, մի բերան ասեցի հավով սուպ եմ ուզում։ Էդ ինչ համով սուպ է երեփել, այ աղջիկ ջան, քո նման համով էր։ Այ, նվար ծոցյան, ճաշեր էլի, սովորական հավով սուպ։ Շատ համով էր։ Միլ, բալես, մտածում եմ ոնց պիտի ես քո լավության տակից դուրս գամ։ Նվար ծոցյան ջան, որ դու առողջանաս, այդ կլինի քո լավությունը։ Իզուր չի, որ գոհարս քեզ այսքան տարի հարազատ քրոջ տեղադրել։ Միլ, ես էլ քեզ հարազատ աղջիկաս նման սիրում եմ։ Գոհարիս լավ ընկերուհին ես։ Գոհար։ Գնաց ախորի մեջ էշի ճակատը բաչեց, ախր էդ անելու բաներ, թե որտեղից հանդիպես դրան։ Դե լավ, հա, նվար ծոցյան, տղա է էլի, սովորական տղա է առավելություններով ու թերություններով։ Առավելություն։ Դրա առավելությունը ո՞րն է։ Ամբողջ օրը խաղատներից դուրս չի գալիս, աշխատած փողը ոնց աշխատում անեց վատ նման։ Նվար ծոցյան, այդ դրսից է ամեն ինչ վատ երևում։ Իրանք իրականում շատ են սիրում իրար։
Լսի Միլ, մի բան եմ ուզում քեզանից հարցնեմ, բայց խոստացի, որ ճիշտը կասես։ Այն օրը, որ Գոհարիս հետ եկաք, Գոհարիս աչքի տակը կապույտ էր։ Ասում եմ, չլինի այդ անասունը երեխուս վրա ձեռքա բարձրացնում, հա։ Չէ, հա, ինչ ես խոսում, նվար ծոցա։ Իսկականից շշմածը գլուխը խփել է պատին, դռանը, չգիտեմ, այդ որտեղ էր ասում։ Իսկականից տենց ա եղել, ուրիշ բաներ մի մտածի, էլի։ Մեկա չեմ հավատում։ Հլինձ էլ ասում եմ, մամա, արի մեր տանը ապրի։ Դու ես կարամ դրա տիպը տեսնեմ, ես դրա ներկայությունը չեմ էլ կարում հանդուրժը։ Նվար ծոցա, մի ջղայնացի, ես քեզ քանի անգամ եմ ասել, դա քեզ հակացուցված է։ Լսի Միլ, մի բան եմ ուզում քեզ ասեմ, բայց չջղայնանաս։ Եթե դու ջղայնացար, ես էլ եմ ջղայնանալու, այդ հակացուցված, մակացուցվածը չեմ նայելու։ Ասա։ Միլ ջան, դու գիտես չէ, ես այդ փեսայից տանել չեմ կարող։ Հավատա, այն աշյան տանել չեմ կարող, նույնիսկ եթե, չգիտեմ, մի բան եթե պիտի շպրտեմ, ավելի լավ գցեմ, քան դրան տամ։ Դրա համար ես որոշել եմ, այսինքն որոշել որն է, ճիշտ որ ասեմ, մեր հարևանը նոտարա։ Կանչեցի, բերեցի ու տունը նվիրատվություն եմ արել քո անունով։ Էս տունը։ Հա, Նվար ծոցա, անկեղծ լավ բան չի կարել, չի կարելի նման բաներ անել։ Ես չեմ կարող Գոհարիկի տունը վերցնել։ Սխալ եք արել, դուք պետք է անպայման այդ շեղյալ հայտարարեք։ դու մի բորբոքվի, մի հատ ինձ լսի։ Գոհարս 3 սենյականոց տուն ունի, մեծ բնակարան, գիտես։ Իհարկե, եթե այդ աննորմալը չծախի այդ փողերն էլ մսխի։ Եվ հետո մամաս իր 3 սենյականոցը նվիրատվություն արել Գոհարին։ Հիմա Գոհարս նույնիսկ եթե այդ անասունից բաժանվի, ինքը տուն ունի ապրելու։ Հա, շատ լավ է, որ Գոհարը տներ ունի, ես ուրախ եմ իր համար, բայց ինձ հետ պետք չի տենց վարվել, ես չեմ ուզում մեջտեղում լինել, խնդրում եմ, Գոհարիկին ես պետք է օգնեի, մենք մի տան պես ենք եղել, խնդրում եմ։ Պես ասում ես, չէ՞, մի տան պես։ Գոհարս էլ որ իմացավ, շատ ուրախացավ, որ այս տունը քեզ եմ տալու, բալես։ Ու գիտես ինչի։ Նայ, հիմա դու աղբերներիդ հետ ես ապրում, քեզ համար դժվար է։ Դու նայ, երեխուդ կվերցնես, կգացտե կապրես, հետո էլ Աստված ողորմած է, կարող է բախտդ բացվի ամուսնանաս։ Դե լավ, ես Գոհարի հետ կխոսեմ, կքննարկենք։ Հիմա դեղերից ժամն է։ Հետո կգնանք կզբոսնենք, քեզ մաքուր օդ անհրաժեշտ ու կգամ Գոհարն ու երեխան։ Վերջ։ Ամիլ ջան, հացավը տանեմ, կխմեմ դեղերս։ Բալես ներող եղել, այսօր քեզ շատ չարչարեցի։ Էլի խոսում ես, իսկականից կնեղանեմ, վերջ։ Դե արի գնանք բալես։ Գոգ, ես քեզ ու մամայեք չեմ կարողանում հասկացնել, որ դուք սխալ եք անում։ Եկեք քան դեռ ուշ չի այդ կտակը փոխեք, էլի։ Միլ ջան, 100 անգամ ասեցինք։ Էլ այդ թեման չի քննարկվում, ինչ ես ուզում։ Լսի, քո այն աննորմալ ամուսինը հոտանը չի, որովհետև Նվար Ծոցյան ինձ ասել է, որ ես ինֆորմացիա չպիտի տամ այդտեղ։ Տանն է, բայց քնած է։ Ես ժամերին ինչպես միշտ բախմել եմ մեջ։ Գոգ, լավ, հիմա անդրադառնում ենք ինձ հուզող թեմային։ Միլենա, վերջին անգամ եմ ասում ու էլ չեմ կրկնելու։ Ես ու մաման արդեն որոշել ենք, այդ տունը քոնն է, վերջ։ Դու իմ համար հարազատ քրոջ նման ես։ Ու այս պահին դու ես մորս կողքին հասկանում ես, հետո ես տուն ունեմ։ Ինչի՞ սա պետք է։ Ամել ինչի մնաս ուրիշի մուննաթին, դու երեխուդ հետ աղբորը տանն ես ապրում։ Հետո ինչ գիտես, կարողա որ տունը լինի, հետո երկրպագուներիդ քանակն ու որակը ավելանա։ Լավ, վերջ, քեզ բան ասել չի լինում, դու մեկը չես հասկանում։ Լավ, ես գնամ սպասեմ, մամա տեսոր սպասա ուզել ինձնից։ Լավ, առայժմ, համբուրում եմ։ Հաջող քույրիկս։ Ալեքսես, կարելի է ներս։ Զարթնել ես, հա։ Զարթնել եմ բարեբախտաբար։ Ու բարեբախտաբար շատ հետաքրքիր խոսակցություն լսեցի։ Դե լավ, դե ես գնամ նախաճաշ սարքեմ։ Ուր գնաս։ Ճաշը չի փախնի։ Հələ նստի։ Փաստորեն այդ զոնքաչ մայրիկը որոշել է տունը եսի նուն տա, հա։ Այդ լրփի։
Մի հատ կարքին արտահայտվի ընկերուհուս մասին։ Ախ, ընկերուհուդ մասին։ Լսի, դու իր միակ աղջիկն ես։ Ու միակ ժառանգորդը։ Այդ լիրկնով է, որ դրան տատում է։ Բա մենք ստեղ հեչ։ Նախ ես չգիտեմ դեռ մաման տալու է տունը թե չէ։ Երկրորդ հերթին Միլենան իմ համար հարազատ քրոջ պես է։ Համե դու տուն ունես, էլ տունն ինչ ես անում։ Ավել թիքեն, փորս չի ծակի, քոնը կծակի։ Լսի, լավ ասեցիր, որ քրոջ պես է, բայց հարազատ քուրը չի, չէ։ Քուրը չի, ժառանգորդը դու ես։ Ես քեզ 2 օր ժամանակ եմ տալի, Փիսոտ ջան, այդ հարցերը լուծես։ Սի մաման ինքն է որոշում ինչ անի, ում ինչ։ Մամադ արդեն ինքնուրույն որոշումներ ա կայացնում, հա։ Այդ լիրփը երևի հենց ինքն էլ գնաց է տակից բզելա, չէ, դրա համար ա պահում, դեղ ա տալիս, հիվանդ ա նայում, էդի մենք էլ կնայեինք էլի։ Սի դու նոր որ լսում էիր խոսակցությունը, այդ մասը չլսեցիր, որ Միլենան համաձայն չի։ Ամեն դեպքում ես քեզ զգուշացնում եմ, 2 օր ժամանակ քեզ։ Մենք էլ ստետ փետի կտորենք։ Տունն են իրար նվեր տալի։ Այն, ինչ Արտյոմը լսեց, նրան շատ բարկացրեց։ Նրա վերաբերմունքը փոխվեց թե Նվարդի, թե Միլենայի և թե սեփական կնոջ հանդեպ։ Գոկ։ Եկար, հա։ Բայրեխեն ուրա։ Մնաց բակում։ Հարևանի աղջիկը հետն է, թող մի քիչ խաղա, հետո կկանչի։ Տեսար մորդ կամ սրտացավ ընկերուհուդ, քույրիկիդ, տեսար։ Տեսա, հետո։ Ոնց թե հետո։ Հետո են, որ երեք 7 ժամ քեզ բացատրում է ինչ պետք է անես, 2 օր ժամանակ ունես, մոռացել ես։ Լավ էլի, ես հիմա տրամադրություն չունեմ, հա մի խոսա։ Ոնց թե տրամադրություն չունես։ Ապազա, բա պետքա չունենաս։ Բա ում ձեռից տունը վեկանեն տրամադրություն ունենա, նորմալ է, իմ ասածը դրա մասին էր էլի։ Իմ տրամադրությունը վատա ոչ թե դրա համար, այլ որովհետև մաման այսօր լավ չէր։ Էդ էլ է պարզ, տրամաբանական։ Միլենան արդեն լավ չի նայում։ Ուզում է, որ ձեռից շուտ գնա, էլի արդեն տունն իրանն է։ Սի, հերիք անկերուհուս մասին տենց բաներ խոսես, ինքը տենց աղջիկ չի։ Ճանաչում եմ իրան։ Հրեշտակա։ Մեջքին էլ 2 հատ սպիտակ մեծ թև ունի։ Անմեղության միակ օրինակն է ինքը։ Լավ էլի, հերիք հա։ Լսի, ասում ես, ինչի մերդ լավ չի։ Բժիշկներն ասում են դեղերից է։ Ասում են նորմալ է, տենց էլ պիտի լինի։ Ուղղակի նեղվեցի, որ բան չէր կերել ամբողջ օր։ Մի նեղվի։ Այսօր չուտի, վաղը կուտի։ Հետո բացի դրանից դու տեղյակ ես, այդ Միլենան իր դեղերա տալի։ Կարող է շուտ ուզում է գլուխը ուտի։ Դու ավելի լավ երեխու մասին մտածի։ Կանչի վերև մի կտոր հաց դու թող ուտի։ Ես հենց դա էլ ուզում եմ անեմ։ Ես հա ճաշը կտաքացնեմ ու կկանչեմ։ Դե ուրեմն այդ տոնով հետս մի խոսա։ Լրիվ իրանք ձեռը առե։